Բեմ եմ հրավիրում տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանին։ Մեր երկիրը փոքր է իր չափսերով, բայց մեծ է գիտական եւ ինժեներական պոտենցիալով եւ ներուժով։ Հայ գիտնականներն ու ինժեներները տասնյակ տարիներ լուծումներ են ստեղծել տարբեր երկրների եւ ոլորտների համար։ Եվ այսօր նպատակ ունենք այդ ներուժը կենտրոնացնելու, ստեղծելու նոր ընկերություններ, նոր աշխատատեղեր, նոր արդյունաբերություններ։ Ռազմարդյունաբերությունը արդեն վաղուց դադարել է լինել միայն պաշտպանական ոլորտ։ Պատմությունը ցույց է տալիս, որ տարբեր տեխնոլոգիական լուծումներ, որոնք լայնորեն կիրառվում են քաղաքացիական կյանքում, ի սկզբանե ստեղծվել են ռազմարդյունաբերական միջավայրում։ Բերեմ դրանից երկու օրինակ՝ ինտերնետն ու GPS-ը։ Հայաստանը պետք է ունենա սեփական գիտություն, սեփական գիտահետազոտական կենտրոններ, սեփական ռազմարդյունաբերություն, ինչը եւ մենք փորձում ենք այսօր ցույց տալ բոլորին։ Եկեք միասին ստեղծենք մեր երազանքների երկիրը՝ Silicon Mountain-ը։ Արամ Մուսայելյան, նախկինում նշել եք, որ ուզում եք Rise-ի շրջանակներում ցույց տալ, թե ինչի է ունակ հայկական բանականությունը եւ միտքը։ Ինձ հետաքրքիր է, ինչ ենք կարող այստեղ տեսնել այնպիսի բան, որ ուրիշտեղ չենք տեսել դեռ։ Նախ շնորհակալ եմ եւ այս հարցազրույցի համար եւ ձեր ներգրավման համար, քանի որ նաեւ շատ կարեւոր եմ համարում ձեր այդ աշխատանքը եւ հանրության հետ ավելի հետաքրքիր կապը, որ կարող ենք ստեղծել։ Այսօր մեր հարթակում ներկայացված են 40-ից ավել առաջատար ռազմարդյունաբերական, ինժեներական, կրթական, գիտահետազոտական ընկերություններ։ Նրանով են հետաքրքիր, որ կան ավարտական պրոդուկտներ, կան մշակման փուլում դեր պրոդուկտներ, բայց մեր նպատակն է այդ ամբողջական շղթան ապահովելը, որ այս ընկերությունները իրար հետ շփվեն, այս ընկերությունները իրարից տեղյակ լինեն, հասկանան ով ինչ տեխնոլոգիայով է աշխատում եւ ինչու՞ չէ նաեւ այս մեր հարթակի շրջանակներում, Rise-ի շրջանակներում ձևավորվեն նոր գաղափարներ, նոր համագործակցություններ։ Սա է մեր նպատակը։ 40-ից ավել ընկերություն ներկայացված է, նշեցիք։ Եվ հիմնականում ռազմարդյունաբերության ոլորտի տարբեր արտադրանքներ են ներկայացնում։ Հիմնական կարմիր թելով անցնում է ռազմարդյունաբերական ընկերությունները, որոնք այսօր ներկայացնում են որոշ մասը, ինչ որ ներկայացված էր, ենթադրում եմ մայիսի 28-ին, բայց հիմնական նաև պրոդուկտներ կան, որոնք ներկայացված չէին եւ այդ պրոդուկտները մշակման փուլում են, կամ որոշ մասն է միայն այնտեղ ներկայացրել եւ հանրությանը ներկայացնելու խնդիր ունեին եւ մենք ոնց որ սիրով այդ իրանց համար այս հարթակը տրամադրեցինք։ Մանավանդ նրանք, որոնք մշակման փուլում են, հավանաբար մեծ հույսեր ունեն գտնել գործընկերներ, ինչ որ կերպ իրենց պրոդուկտը առաջ տանել։ Rise-ը հարթակ է, որը ինչպես նշեցի միավորում է, բայց մեր գլոբալ նպատակը Rise-ից ակնկալիքները դրանք, որ Rise-ը դառնա հաբ, որտեղ իրական գործարքներ տեղի ունենան։ Այսինքն հնարավորություն ունենանք իրական համագործակցություններ ձևավորելու։ Վաղ է լինելու ասել, թե այս պահին ինչ համագործակցություններ ենք մենք սպասում, բայց եթե ճիշտ հիմքը դնենք, ապա եւ այս տարվանից եւ հուսով եմ, որ հաջորդ տարիների միջոցառումներից արդեն պտուղները կարող են քաղել։ Rise-ի շրջանակում նաև հետաքրքիր ֆորում է անցկացվում։ Ինձ հետաքրքիր է ինչու եք հենց այս թեմաները ընտրել՝ ռազմարդյունաբերություն, պաշտպանություն, կիբերանվտանգություն եւ ինժեներիա։ Նայեք, որովհետեւ նախ կիբերանվտանգությունը ժամանակակից ռազմարդյունաբերության կոմպոնենտներից մեկն է։ Ազգային անվտանգության հարց է։ Դա անմասն է նաև այս պաշտպանական ընդհանուր համակարգի։ Engineering-ը, այսինքն ճարտարագիտությունն ու ռազմարդյունաբերությունը մենք մի հարթության մեջ ենք նայում, ինչի, որովհետև իրական ժամանակակից ռազմարդյունաբերությունը դրանք տեխնոլոգիական հենքով ոլորտ է, հա, դիտարկվում, եւ մենք իրանց չենք ուզում տարանջատել։ Ընդհակառակը, մենք ուզում ենք այդ կամուրջը դառնալ իրար մեջ, որ ել ավելի տեխնոլոգիական հագեցմամբ լինեն մեր հետագա պրոդուկտները։ Հանրության կողմից հետաքրքրություն զգում եք միջոցառման նկատմամբ։ Նախարարը քիչ առաջ ասում էր, որ նման միջոցառումները հնարավորություն են հանրությանը ցույց տալու, թե ինչի ենք հասել, ինչ ենք անում, որ մարդիկ տեսնեն, որ այս ոլորտում իրոք աշխատանք է արվում։
Հիմա կա այդ հետաքրությունը, մարդիկ գալիս նայում են։ Կարծում եմ շատ է հետաքրքրությունը, նաև գրանցվածների առումով, չգրանցվածների, նաև այն ցուցանիշով, ինչ որ մենք հիմա անընդհատ ստանում ենք։ Նա փոքր գաղտնիք էլ բացեմ, որ ֆորումի ընթացքում մարդիկ անհամբեր սպասում էին թեման վերջանա լսեն եւ իջնեն մի հատ է պտտվեն։ Այդ նշանակում է, որ չեն հագեցել նրանով ինչ որ տեսել են կամ չեն հաստրել ամբողջը շոշափեն, զգան ու հասկանան։ Իսկ ոնց ու ինչ շափանիշներով եք գնահատելու, հա, որոշելու, որ միջոցառումը իրոք հաջող էր, հաջող է անցել։ Նայեք, մի քանի չափորոշիչներ կա, որ մենք մեր արժև դրել ենք։ Իհարկե այցելուների քանակը, ու հազարավոր այցելուներ արդեն իսկ եկել են։ Մյուսը համագործակցություններ ստեղծելը հենց բուն մասնակիցների միջև։ Երրորդը համագործակցություն ստեղծելը նոր այցելուների եւ նոր մարդկանց միջև եւ մյուսը արդեն կարելի է գնահատել ինչ արձագանքներ ենք ստանում այցելուներից, որովհետեւ այն գնահատականը ինչ որ տալիս են եւ պրոդուկտի վերաբերյալ եւ միջոցառման, դրանք ընդհանուր ամբողջական գնահատական են դառնում։ Սա առաջին նմանատիպ միջոցառումն է Հայաստանում, բայց ոնց հասկանում եմ, վերջինը չի, համենայն դեպս պլանավորում եք ամեն տարի անցկացնել։ Ֆորմատը պետք է հասկանանք։ Մենք առաջինը երբ որ նշում ենք ռազմարտունաբերություն, նորարարություն, ճարտարագիտություն եւ գիտություն մեկ հարթակի շուրջ, հա, որովհետեւ ամեն մեկը առանձին տարբեր միջոցառումներում ներկայացված լինում է։ Կարող է ոչ այսպես մասշտաբային կամ գուցեև ինչ որ մի ուղղություն նաեւ ավելի մասշտաբային, բայց այս մեկ տիրույթում չենք ներկայացված եղել։ Հուսանք, որ մենք շարունակական բնույթ կունենա մեր այս միջոցառումը, որովհետև մենք իրոք կարծում ենք, որ մենք կարող ենք դառնալ այն տեխնոլոգիական հաբը, տեխնոլոգիական քարտեզի վրա, որտեղ իրոք իրականացվում են գործարքներ, ծնվում են նոր գաղափարներ եւ ստեղծում են մրցունակ արտադրանք։ Իսկ հայաստանյան ոլորտի ներկայացուցիչներից բացի ովքեր են այսօր ներկա։ Նա իրականում ամբողջ տրամաբանությունը ձևավորվել է, որ հայկական պրոդուկտը ներկայացված լինի, այդ թվում նաև խոսնակների միջոցով, որ ֆորումին ներկայացրել ենք, այո, կան վերազգային ընկերությունների կամ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, բայց դրանք հայեր են, դրանք տեղական էքսպերտներ են, որոնք ոչ թե խոսում են իրանց ներկայացված ընկերությունից, այլ էքսպերտային կարծիք են ներկայացնում ուղիղ տարբեր նեղ ոլորտների զարգացման եւ մարտահրավերների վերաբերյալ։ Եղել է ինչ-որ գաղափար, որը ուզում էիք այս տարի կազմակերպել, բայց ինչ-որ պատճառով չստացվեց։ Կարծում եմ, այդ գաղափարները կգան նաեւ մասնակիցներից, այցելուներից, եւ մենք հաշվի կառնենք եւ հաջորդ տարիներին իրականացնենք, որովհետեւ այն ինչ որ ուզել ենք, կարելի է ասել ստացել ենք, բայց դա չի նշանակում, որ դա բավարար է, որովհետև մենք ուզում ենք ամեն տարի կատարելագործվենք եւ ել ավելի լավ միջոցառումներ անենք, բայց խնդիրը միայն միջոցառում անելը չէ։ Խնդիրը նա է, որ այդ միջոցառումը օգտակար լինի մասնակիցների համար եւ որպես տաղավարի ներկայացուցիչներ եւ որպես այցելուներ։ Հնարավորինս պետք է մաքսիմում պետք է քաղենք այն ճիշտ գնահատականը, որը կտա օբյեկտիվ մի հատ պատկեր հաջորդ տարիների համար։ Իրականում, եթե ոլորտը իրոք շարունակի զարգանալ, ամեն տարի ել ավելի շատ բաներ կլինեն ցուցադրելու եւ նման միջոցառումներ ել ավելի կարեւոր կլինեն ու ել ավելի մեծ պահանջարկ կունենան։ Շատ եւ հուսով եմ, որ արդեն իսկ այդ խնդիրը կա, որ մենք տեղանքի խնդիր ունենք, այսինքն այո, այսօր մարզահամերգային համալիրը մեզ հնարավորություն է տալիս ներկայացնել այս ընկերություններին, բայց վստահ եմ, երբ որ ընկերությունների քանակը շատանա, տեխնոլոգիական ընկերությունների քանակը շատ է։ Ռազմարտունաբերական ընկերությունների քանակը այդքան չէ։ Առաջատար ընկերությունները բոլորը ներկայացված են այստեղ։ Բայց ես վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում նրանք շատ են լինելու եւ այս տարածքը մեզ չի բավարարելու եւ ես ուրախ կլինեմ, որ մեզ չբավարարի եւ խնդիր դնենք ունենալ շատ ավելի հետաքրքիր միջավայր։